Երբ ոստիկանությունը մտավ նրա աշխատասենյակ, գրասեղանի վրա գտան մի փոքրիկ տետր, որի կազմին գրված էր «Չկարդալ»։ Այդ տետրը թաքցվել էր 30 տարի։ Դրա էջերում գրված էին անուններ, այն մարդկանց անունները, ովքեր վախենում էին նրանից ավելի, քան մահից։ Գողերի աշխարհի թագավորներ, ովքեր երբեք չէին խոստովանում, բայց նրա առջ ծնկի էին իջնում։ Ով էր այդ մարդը, որ կարողացավ մաքրել Մոսկվան այնպիսի ուժով, որ նույնիսկ ամենախիստ հանցագործները սկսեցին փախչել քաղաքից։ Ինչու՞։ Էր այդ տետրը թաքցված, ինչպես էր հնարավոր, որ մի երգիչ, ում երգերը երգում էր ամբողջ երկիրը, միաժամանակ ունենար այդքան մութ անհասկանալի կողմ։ Այսօր մենք կբացահայտենք այն ճշմարտությունը, որը տասնամյակներ շարունակ թաքցվել է պաշտոնական տարբերակի հետում։ Ալեքսեյ Էքիմյանը ծնվել էր 1942 թվականին Երանում, այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը այրվում էր պատերազմի կրակում։ Նրա հայրը, պարզ գործարանի աշխատող, մայրը դպրոցական ուսուցչուհի, երազում էին, որ իրենց որդին կդառնա բժիշկ կամ ինժեներ։ Բայց փոքրիկ Ալեքսեյն արդեն վաղ տարիքից ցույց էր տալիս անսովոր բնավորություն, նա չէր լաց լինում, երբ ընկնում էր, չէր վախենում մեծ տղաներից, նրա հայացքում կար մի բան, որը ստիպում էր մեծահասակներին անհանգստանալ։ Դպրոցում ուսուցիչները նկատում էին, որ երբ Ալեքսեյը նայում էր ուղիղ աչքերի մեջ, մարդիկ սկսում էին խոսել ճշմարտությունը, նույնիսկ եթե ուզում էին ստել։ Սա էր նրա առաջին գաղտնիքը, նա ունենար բնածին ունակություն տեսնելու մարդկանց միջով, հասնելու նրանց ամենախորը թաքնված վախերին։ Երբ նա 17 տարեկան էր, նա որոշեց ընդունվել ոստիկանական ակադեմիա, այդ որոշումը փոխեց ամեն ինչ։ Մայրը լաց էր լինում, հայրը լռում էր, բայց Ալեքսեյը գիտեր, նա ծնվել էր այդ աշխատանքի համար։ Ակադեմիայում նա դարձավ լեգենդ, դեռս ուսանող լինելով։ Դասախոսները պատմում էին, թե ինչպես նա կարողանում էր հարցաքննության ժամանակ ստիպել մարդկանց խոստովանել այնպիսի հանցագործություններ, որոնց մասին նույնիսկ չէին հարցնում։ Նրա մեթոդը պարզ էր, բայց սարսափելի արդյունավետ, նա նստում էր դիմացը, լռում էր երկար րոպեներ, պարզապես նայում էր։ Այդ լռությունը, այդ անթարթ հայացքը կոտրում էր ամենախիստ հանցագործներին։ Մի անգամ, երբ նա դեռ երկրորդ կուրսում էր սովորում, նրան կանչեցին օգնելու մի բարդ գործով, մի սպանություն, որտեղ կասկածյալը լռում էր արդեն 3 շաբաթ։ Ալեքսեյը մտավ հարցաքննության սենյակ, նստեց, 5 րոպե անց կասկածյալը սկսեց խոստովանել, արտասուքներով, դողալով։ Երբ վերջացավ, ավագ քննիչը հարցրեց Ալեքսեյին, ինչ արեցիր։ Նա պատասխանեց, ոչինչ, պարզապես նայեցի նրա հոգու մեջ։ Դա հնչում էր որպես փիլիսոփայություն, բայց բոլորը, ովքեր ներկա էին, գիտեին, դա ճշմարտություն էր։ 1962 թվականին Ալեքսեյ Էքիմյանը ավարտեց ակադեմիան, առաջին տեղում ստացավ նշանակում Մոսկվա։ Դա էր այն ժամանակաշրջանը, երբ Խորհրդային Միությունը դեռ ուժեղ էր, բայց Մոսկվայի ստորգետնյա աշխարհը արդեն սկսել էր իր իշխանությունը ցույց տալ։ Գողերի օրենքները, որոնք գոյություն ունեին դեռս ցարական Ռուսաստանից, այժմ վերածնվում էին նոր, ավելի վտանգավոր ձով։ Քաղաքում գործում էին տասնյակ հանցավոր խմբավորումներ, որոնք վերահսկում էին շուկաները, ռեստորանները, նույնիսկ պետական ձեռնարկությունները։ Ոստիկանությունը հաճախ անզոր էր, քանի որ շատ ոստիկաններ ինքնին աշխատում էին հանցագործների համար։ Բայց Ալեքսեյ Էքիմյանը եկավ այլ նպատակով, նա ուզում էր մաքրել քաղաքը, նա գիտեր, որ դա հնարավոր է միայն մի եղանակով, վախ ներշնչելով այնպիսի վախ, որը կլինի ավելի ուժեղ, քան գողերի օրենքները։ Նրա առաջին գործը Մոսկվայում դարձավ լեգենդար։ Կար մի հանցավոր խումբ, որը վերահսկում էր Արբատի շուկան, ստիպում էր վաճառականներին վճարել պաշտպանության համար։ Խմբի առաջնորդը, որին կոչում էին Վազգեն Մկրտիչ, համարվում էր անդիպելի, նա երբեք չէր թողնում ապացույցներ, նրա մարդիկ երդվում էին, որ նույնիսկ տանջանքների տակ չեն խոսի։ Ալեքսեյը ուսումնասիրեց գործը 3 շաբաթ, հետո մի գիշեր ձերբակալեց Վազգենին, ուղիղ նրա սիրելի ռեստորանից։ Նրան տարան հատուկ հարցաքննության սենյակ, որտեղ չկային պատուհաններ, միակ լույսը գալիս էր առաստաղից կախված մի մենակ լամպից։ Ալեքսեյը նստեց դիմացը, սկսեց իր մեթոդը։ Նա չէր հարցնում, չէր սպառնում, չէր բարձրացնում ձայնը։ Նա պարզապես նայում էր։ Վազգենը սկզբում ծիծաղում էր, հետո սկսեց նյարդայնանալ, հետո քրտնել։ 3 ժամ անց նա խնդրեց ջուր, բայց Ալեքսեյը չշարժվեց։ 6 ժամ անց Վազգենը սկսեց խոսել, նա չդադարեց, մինչ պատմեց ամեն ինչ, բոլոր անունները, բոլոր վայրերը, բոլոր գործարքները։ Երբ լուրը տարածվեց ստորգետնյա աշխարհում, գողերը սկսեցին խոսել նոր անունով՝ հայ դեմոնը։ Բայց Ալեքսեյ Էքիմյանը ուներ մեկ այլ կողմ, որի մասին գիտեին շատ քչերը։
Երեկոները, երբ վերջանում էին հարցաքննությունները, քաղաքը մտնում էր գիշերային կյանք, նա գնում էր փոքրիկ ակումբ, որտեղ երգում էին ջազ հին ռոմանսներ։ Այնտեղ նա հանդիպեց Լուսինեին, երգչուհու, ում ձայնը կարող էր ստիպել քարերին լալ։ Լուսինեն չգիտեր, թե ով է Ալեքսեյը, նա կարծում էր, որ նա պարզապես պետական ծառայող է, որը սիրում է երաժշտություն։ Նրանք սկսեցին հանդիպել, Ալեքսեյի համար այդ ժամերը դառնում էին միակ պահերը, երբ նա կարողանում էր հանել իր դիմակը։ Լուսինեի հետ նա խոսում էր երաժշտության, պոեզիայի, երազանքների մասին։ Նա նույնիսկ սկսեց գրել երգեր, գիշերները, երբ չէր կարողանում քնել հարցաքննությունների հետո։ Բայց նա երբեք չպատմեց Լուսինեին իր իրական աշխատանքի մասին, քանի որ վախենում էր, որ եթե նա իմանա ճշմարտությունը, կվախենա նրանից կհեռանա։ Այս կրկնակի կյանքը, ցերեկը դեմոն, գիշերը երազող, սկսեց կտրել նրան ներսից, բայց նա չգիտեր, թե ինչպես դադարեցնել։ 1964 թվականին Մոսկվայում տեղի ունեցավ իրադարձություն, որը փոխեց ամեն ինչ։ Մի խումբ հանցագործներ, ովքեր վախենում էին Ալեքսեյից, որոշեցին վերացնել նրան։ Նրանք իմացան նրա երկրորդ կյանքի մասին, իմացան Լուսինեի մասին, պլանավորեցին օգտագործել նրան որպես թակարդ։ Մի գիշեր, երբ Լուսինեն վերադառնում էր ակումբից, նրան առանգեցին։ Ալեքսեյին ուղարկեցին նամակ, եթե ուզում ես նրան տեսնել կենդանի, դադարիր որսալ մեզ։ Այդ գիշերը Ալեքսեյ Էքիմյանը չքնեց։ Նա նստած էր իր աշխատասենյակում, առաջին անգամ իր կյանքում զգաց անզորություն։ Նա կարող էր կոտրել ցանկացած հանցագործի, բայց հիմա նրանք պահում էին միակ մարդուն, ում համար նա իսկապես հոգ էր տանում։ Նա գիտեր, որ եթե դադարի, քաղաքը կընկնի հանցագործների ձեռքը, բայց եթե շարունակի, Լուսինեն կմեռնի։ Ինչ ընտրություն կարող էր անել մարդը, ով երդվել էր պաշտպանել օրենքը, բայց սիրում էր մեկին ավելի, քան ինքն իրեն։ Այդ գիշերը նա կայացրեց որոշում, որը կորոշեր նրա ողջ ապագա ճակատագիրը, բայց ո՞րն էր այդ որոշումը, արդյոք Լուսինեն վերադարձավ կենդանի։ Առավոտյան Ալեքսեյ Էքիմյանը մտավ իր վարչության շենք այնպիսի դեմքով, որը ստիպեց բոլորին լռել։ Նրա աչքերը կարմիր էին անկնությունից, բայց նրանց մեջ այրվում էր այնպիսի վառ կրակ, որը վախեցրեց նույնիսկ նրա գործընկերներին։ Նա հավաքեց իր թիմը, 10 լավագույն հետաքննիչներին, ովքեր նրա հետ աշխատում էին վերջին 2 տարիների ընթացքում, ասաց միայն մեկ նախադասություն՝ մենք ունենք 24 ժամ գտնելու նրանց, հակառակ դեպքում ես հեռանում ոստիկանությունից անձամբ կգնամ դժոխք։ Թիմը հասկացավ, սա այլևս չէր պրոֆեսիոնալ գործ, սա էր անձնական պատերազմ։ Նրանք սկսեցին աշխատել այնպես, ինչպես երբեք չէին աշխատել, ստուգելով բոլոր տեղեկատուներին, ճնշելով բոլոր կապերին, սպառնալով բոլորին, ովքեր կարող էին ինչ-որ բան գիտենալ։ Ալեքսեյը ինքը գնաց այն վայրեր, որտեղ պաշտոնական ոստիկանը երբեք չէր գնա՝ ստորգետնյա խաղատներ, թմրանյութերի արթրի կետեր, գողերի հավաքատեղեր։ Նա մտնում էր, հարցնում էր մեկ անգամ, եթե չէր ստանում պատասխան, նա սկսում էր կոտրել ոսկորներ։ Այդ օրը Մոսկվայի ստորգետնյա աշխարհը հասկացավ, հայ դեմոնը այլևս չի խաղում ըստ կանոնների։ 14 ժամ անց նրանք գտան առաջին հետքը։ Մի տեղեկատու, ում Ալեքսեյը մի անգամ փրկել էր բանտից, պատմեց, որ Լուսինեին պահում են հին գործարանում, քաղաքից դուրս, Խիմկիի ուղղությամբ։ Գործարանը լքված էր 10 տարի, հանցագործները օգտագործում էին այն որպես պահեստ հանդիպումների վայր։ Ալեքսեյը չսպասեց ամբողջ թիմին, նա վերցրեց 3 մարդու մեկնեց անմիջապես։ Նրանք հասան գործարան գիշերվա 2 ժամին, երբ ամեն ինչ մութ էր լուռ։ Շենքի շուրջը կային 2 պահակ, բայց Ալեքսեյի մարդիկ անձայն վերացրին նրանց, մինչ նրանք հասցնեին ազդանշան տալ։ Ներսում նրանք լսեցին ձայներ, տղամարդիկ խաղում էին քարտ խմում, մի անկյունում, կապված աթոռին, նստած էր Լուսինեն։ Նրա դեմքը ծեծված էր, հագուստը պատռված, բայց նա դեռ կենդանի էր։ Ալեքսեյը տվեց նշան, նրա մարդիկ մտան ներս, զենքով։ Հանցագործները փորձեցին դիմադրել, բայց ամեն ինչ վերջացավ 3 րոպեում։ Երբ Ալեքսեյը մոտեցավ Լուսինեին արձակեց նրա կապերը, նա բացեց աչքերը նայեց նրան այնպես, ինչպես երբեք չէր նայել, ոչ թե երախտագիտությամբ, այլ վախով։ Նա հասկացավ, թե ով է իրականում այս մարդը, այդ հասկացողությունը փոխեց ամեն ինչ նրանց մեջ։ Հետո եկավ հարցաքննությունը։ Ալեքսեյը տարավ առանգողներին հատուկ սենյակ, որտեղ չկային ականատեսներ, չկային կանոններ։ Այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ, երբեք չգրվեց պաշտոնական արձանագրություններում, բայց ովքեր լսեցին ճիչերը, երբեք չմոռացան։ Ալեքսեյը չէր օգտագործում ֆիզիկական բռնություն, նա օգտագործում էր ավելի վատ բան՝ հոգեբանական տանջանք։ Նա ստիպեց նրանց նայել իրենց արածի լուսանկարներին, ստիպեց լսել Լուսինեի
Ձայնագրությունը, երբ նա լաց էր լինում աղաչում էր օգնության համար, ստիպեց պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե դա լիներ իրենց սեփական քույրերը կամ դուստրերը։ Նա խոսեց նրանց հետ ժամերով, մինչ նրանք կոտրվեցին ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես։ Մինչ վերջ նրանք խոստովանեցին ամեն ինչ, ով էր պատվիրել առանգումը, որտեղ են թաքնված գումարները, ովքեր են մյուս անդամները։ Բայց ամենակարևորը, նրանք խոստացան, որ երբեք այլևս չեն դիպչի Ալեքսեյ Էքիմյանին կամ նրա մարդկանց։ Երբ հարցաքննությունը վերջացավ, Ալեքսեյը դուրս եկավ սենյակից, տեսավ իր ղեկավարին, ով սպասում էր միջանցքում։ Ղեկավարը նայեց նրան, ասաց. «Էքիմյան, դու գերազանցեցիր գիծը։ Ես պետք է քեզ հեռացնեմ»։ Ալեքսեյը պատասխանեց. «Արա այդ, բայց նախ լսիր, թե ինչ են նրանք ասել»։ Երբ ղեկավարը լսեց խոստովանությունները, նա հասկացավ, Ալեքսեյը բացահայտել էր ամբողջ ցանց, որը տարիներ շարունակ թաքնվել էր։ Նա ասաց. «Լավ, այս անգամ ես կփակեմ աչքերս, բայց եթե դու դարձյալ անես նման բան, ես ինքս կձերբակալեմ քեզ»։ Բայց Լուսինեն չվերադարձավ նրա մոտ։ Նա հեռացավ Մոսկվայից, առանց բացատրության, առանց հրաժեշտի։ Ալեքսեյը փորձեց գտնել նրան, բայց նա փոխել էր անունը, անհետացել էր։ Միակ բանը, որ նա թողեց, մի նամակ էր, որտեղ գրված էր. «Ես սիրում էի քեզ, բայց ես չեմ կարող ապրել մարդու հետ, ում աչքերում տեսնում եմ այնքան մութություն։ Դու փրկեցիր ինձ, բայց դու նա ցույց տվեցիր ինձ, թե ինչ ես դու իրականում։ Ներիր ինձ»։ Այդ նամակը Ալեքսեյը պահեց իր գրպանում տարիներ շարունակ, ամեն անգամ, երբ նա զգում էր, որ կորցնում է իրեն, նա կարդում էր այն, հիշելու համար, թե ինչ գնով է եկել նրա հաջողությունը։ Նա դարձավ ավելի կոշտ, ավելի անողոք, ավելի արդյունավետ։ Հանցագործները սկսեցին փախչել Մոսկվայից, քանի որ գիտեին, եթե Էքիմյանը սկսի քեզ որսալ, դու չունես փախուստի տեղ։ Նա ստացավ առաջխաղացում, դարձավ գնդապետ, հետո գեներալ-մայոր։ Բայց ամեն նոր աստիճանի հետ նա զգում էր, որ հեռանում է այն մարդուց, ով երբեմն երազում էր երգել սիրել։ 1972 թվականին Ալեքսեյ Էքիմյանը նշանակվեց Մոսկվայի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության ղեկավար։ Դա էր ամենահզոր պաշտոնը, որ կարող էր ունենալ ոստիկանը Խորհրդային Միությունում։ Նրա տակ աշխատում էին հարյուրավոր հետաքննիչներ, նա ուներ անսահմանափակ լիազորություններ։ Բայց այդ ժամանակ նա արդեն հասել էր այն կետին, երբ իշխանությունը սկսում էր փոխել մարդուն։ Նա սկսեց տեսնել հանցագործներ ամենուրեք, նույնիսկ իր սեփական թիմում։ Նա սկսեց վստահել միայն իրեն մի փոքր խմբի, ում ճանաչում էր տարիներ շարունակ։ Նրա մեթոդները դարձան ավելի կոշտ, սկսեցին լսվել բողոքներ, թե նա գերազանցում է իր լիազորությունները։ Բայց ով կարող էր դադարեցնել մարդուն, ով մաքրել էր Մոսկվան, դարձել էր լեգենդ։ Նրա անունը հիշատակվում էր ստորգետնյա աշխարհում այնպես, ինչպես հիշատակում են մահը, վախով, հարգանքով միաժամանակ։ Բայց կար մի գաղտնիք, որը Ալեքսեյը թաքցնում էր բոլորից։ Նա սկսել էր գրել երգեր, գիշերները, երբ չէր կարողանում քնել։ Այդ երգերը չէին նման ոչ մի բանի, ինչ գրվում էր այդ ժամանակ Խորհրդային Միությունում։ Դրանք էին մութ, տխուր, լի ցավով, զղջումով։ Նա գրում էր Լուսինեի մասին, գրում էր այն մարդկանց մասին, ում նա կոտրել էր, գրում էր իր սեփական հոգու մասին, որը դանդաղորեն մեռնում էր ամեն նոր հարցաքննության հետ։ Նա երբեք չցույց տվեց այդ երգերը ոչ ոքի, բայց նա պահում էր դրանք մի փոքրիկ տետրում, որը թաքցնում էր իր գրասեղանի գաղտնի դարակում։ Այդ տետրը դարձավ նրա խոստովանագիրքը, նրա միակ տեղը, որտեղ նա կարող էր լինել ազնիվ։ Բայց ինչու՞։ Էր նա թաքցնում այն, ինչ կլիներ, եթե ինչ-որ մեկը կարդար այդ էջերը, տեսներ իրական Ալեքսեյ Էքիմյանին, ոչ թե դեմոնին, այլ կոտրված մարդուն, ով երազում էր փրկվել իր սեփական ստվերից։ 1976 թվականին Մոսկվայում սկսվեց նոր ալիք, կազմակերպված հանցագործությունը դարձավ ավելի համակարգված, ավելի վտանգավոր, ավելի խորը ներթափանցած պետական կառույցներում։ Գողերի աշխարհը, որը Ալեքսեյ Էքիմյանը կարծում էր, որ մաքրել է, վերադարձավ նոր դեմքերով, նոր մեթոդներով։ Այս անգամ նրանք ավելի խելացի էին, նրանք չէին թողնում ապացույցներ, չէին օգտագործում բռնություն բացահայտորեն, ամենակարևորը, նրանք ունեին պաշտպանություն վերից։ Ալեքսեյը սկսեց նկատել, որ նրա հետաքննությունները կանգ են առնում անհասկանալի պատճառներով, փաստաթղթերը կորչում էին, վկաները փոխում էին իրենց ցուցմունքները, իսկ նրա վերադասները սկսեցին ասել, որ նա չափազանցնում է, պետք է ավելի զգույշ լինի։ Նա հասկացավ, համակարգը փտել է ներսից, նա պայքարում է ոչ թե միայն հանցագործների դեմ, այլ նա այն մարդկանց դեմ, ովքեր պետք է լինեին նրա դաշնակիցները։ Այս բացահայտումը կոտրեց նրան ավելի շատ, քան ցանկացած հարցաքննություն։
Մի օր նրա գրասենյակ եկավ մի երիտասարդ լրագրող, Արմեն Գրիգորյան անունով, ով ուզում էր գրել հոդված Ալեքսեյ Էքիմյանի մասին։ Ալեքսեյը սովորաբար մերժում էր բոլոր հարցազրույցները, բայց այս անգամ ինչ-որ բան նրան ստիպեց համաձայնել։ Գուցե դա էր Արմենի աչքերում այն անկեղծությունը, որը նա չէր տեսել տարիներ շարունակ, կամ գուցե նա պարզապես հոգնել էր լռելուց։ Նրանք նստեցին Ալեքսեյի աշխատասենյակում, Արմենը սկսեց հարցնել, ոչ թե պաշտոնական հարցեր, այլ անձնական։ Նա հարցրեց, ինչպես է զգում ինքն իրեն, երբ կոտրում է մարդկանց, արդյոք երբ է զղջում է, արդյոք ունի ընտանիք, երեխաներ, սեր։ Ալեքսեյը սկզբում պատասխանում էր կարճ, պաշտոնական, բայց հետո երբ Արմենը հարցրեց դուք երջանիկ եք, նա լռեց երկար րոպե հետո ասաց ես չգիտեմ, թե ինչ է երջանկությունը։ Ես գիտեմ միայն պարտքը արդարությունը, բայց երջանկությունը։ Ես կարծում եմ, որ ես կորցրել եմ այդ իրավունքը տարիներ առաջ։ Այդ խոսքերը Արմենը գրեց իր նոթատետրում, երբ հոդվածը հրապարակվեց, ամբողջ Մոսկվան խոսեց դրա մասին։ Մարդիկ տեսան Ալեքսեյ Էքիմյանին ոչ թե որպես դեմոն, այլ որպես ողբերգական հերոս, ով զոհաբերել է իր կյանքը հանուն ուրիշների անվտանգության։ Բայց այդ հոդվածը նա ստեղծեց թշնամիներ։ Նրանք, ովքեր ուզում էին, որ Ալեքսեյը լռի չխանգարի իրենց գործերին, սկսեցին պլանավորել նրա դեմ։ Նրանք չէին կարող նրան ուղղակիորեն հարձակվել, քանի որ նա չափազանց հզոր էր ուներ չափազանց շատ հարգանք ժողովրդի մեջ։ Բայց նրանք կարող էին ոչնչացնել նրա հեղինակությունը, ստեղծելով սկանդալ։ Նրանք սկսեցին տարածել լուրեր, թե Ալեքսեյը օգտագործում է իր դիրքը անձնական վրեժխնդրության համար, թե նա տանջում է կասկածյալներին, թե նա ապօրինի հարստություն է կուտակել։ Այս լուրերը սուտ էին, բայց դրանք տարածվում էին արագ, մարդիկ սկսեցին կասկածել։ Ալեքսեյը տեսավ, թե ինչպես է նրա անունը, որը երբեմն խորհրդանշում էր արդարությունը, դառնում կասկածի առարկա։ Նա փորձեց պայքարել, բայց ինչպես կարող ես պայքարել ստերի դեմ, երբ ճշմարտությունը չունի նույն ուժը։ 1979 թվականին Ալեքսեյ Էքիմյանին կանչեցին Կենտկոմ, Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե։ Դա էր այն վայրը, որտեղ որոշվում էին բոլոր կարևոր հարցերը Խորհրդային Միությունում, եթե քեզ կանչում էին այնտեղ, դա նշանակում էր, որ կամ քեզ կբարձրացնեն, կամ քեզ կոչնչացնեն։ Ալեքսեյը մտավ մի մեծ սենյակ, որտեղ նստած էին 5 մարդիկ, բոլորը բարձրաստիճան պաշտոնյաներ, ում դեմքերը նա ճանաչում էր լուսանկարներից, բայց երբեք չէր հանդիպել անձամբ։ Նրանք ասացին նրան նստել, հետո սկսեցին խոսել, ոչ թե բարձր ձայնով, այլ հանգիստ, գրեթե բարեկամական տոնով, ինչը դարձրեց ամեն ինչ ավելի սարսափելի։ Նրանք ասացին, ընկեր Էքիմյան, մենք գնահատում ենք ձեր ծառայությունը, բայց մենք նա մտահոգված ենք ձեր մեթոդներով։ Կան բողոքներ, կան հարցեր, մենք պետք է լինենք վստահ, որ դուք չեք գերազանցում ձեր լիազորությունները։ Ալեքսեյը հասկացավ, սա ազդանշան է, սա նախազգուշացում է։ Նա կարող էր ընտրել կամ ենթարկվել դառնալ մարիոնետ, կամ շարունակել իր ճանապարհը ռիսկել կորցնել ամեն ինչ։ Նա ընտրեց երկրորդը։ Նա վերադարձավ իր աշխատասենյակ, շարունակեց իր հետաքննությունները, ավելի ագրեսիվ, ավելի անողոք, ավելի վտանգավոր։ Նա գիտեր, որ ժամանակը սահմանափակ է, նա պետք է հասցնի ավարտել այն, ինչ սկսել է։ Նա սկսեց հետաքննել մի խումբ, որը կապված էր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ հետաքննությունը տարավ նրան այնպիսի վայրեր, որտեղ նա երբեք չէր ուզում գնալ։ Նա բացահայտեց, որ կոռուպցիան ավելի խորն է, քան նա երբեք պատկերացրել էր, որ նրանք, ում նա վստահում էր, նույնպես մաս էին այդ համակարգի։ Այս բացահայտումը ոչնչացրեց նրա վերջին հույսերը, որ նա կարող է փոխել համակարգը ներսից։ Նա հասկացավ, նա պայքարում է կորած պատերազմում, բայց նա չէր կարող դադարել, քանի որ դադարելը նշանակում էր ընդունել, որ նրա ողջ կյանքը եղել է զուր։ Մի գիշեր, երբ նա նստած էր իր աշխատասենյակում կարդում էր հերթական գործը, նա լսեց թակոց դռանը։ Նա բացեց, տեսավ Արմեն Գրիգորյանին, այն լրագրողին, ով գրել էր նրա մասին։ Արմենը մտավ, ասաց, ես պետք է ձեզ ասեմ ինչ-որ բան։ Ես իմացել եմ, որ նրանք պլանավորում են ձեզ ձերբակալել։ Նրանք պատրաստել են կեղծ ապացույցներ, որ դուք ստացել եք կաշառք, նրանք պատրաստվում են հրապարակել դրանք մի քանի օրից։ Ալեքսեյը նայեց նրան, հարցրեց. Ինչու՞։ Ես ինձ ասում այս։ Դու լրագրող ես, դու պետք է գրես այդ մասին։ Արմենը պատասխանեց, քանի որ ես գիտեմ, որ դուք անմեղ եք, քանի որ ես հավատում եմ, որ այս երկիրը կարիք ունի ձեր նման մարդկանց, նույնիսկ եթե դուք կատարյալ չեք։ Այդ խոսքերը շոշափեցին Ալեքսեյին ավելի խորը, քան ցանկացած բան, որ նա լսել էր տարիներ շարունակ։ Նա հասկացավ, դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են արդարությանը, դա տվեց նրան ուժ շարունակելու։
Բայց նա հասկացավ, նա պետք է պատրաստվի վերջին ճակատամարտին։ Նա վերցրեց իր գաղտնի տետրը, այն, որտեղ գրված էին նրա երգերը, տվեց Արմենին, ասելով. «Եթե ինձ ինչ-որ բան պատահի, ես ուզում եմ, որ դու հրապարակես սրանք։ Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ ես ոչ միայն դեմոն էի, այլ նա մարդ, ով փորձեց լինել ավելի լավը, բայց ձախողվեց»։ Արմենը վերցրեց տետրը, խոստացավ, որ կպահպանի այն։ Երբ նա հեռացավ, Ալեքսեյը նստեց իր աթոռին, առաջին անգամ տարիներ շարունակ թույլ տվեց իրեն լալ։ Նա լաց էր լինում Լուսինեի համար, ում նա կորցրել էր, լաց էր լինում այն մարդկանց համար, ում նա կոտրել էր, լաց էր լինում իր սեփական կորած հոգու համար։ Բայց հետո նա սրբեց արտասուքները, ուղղվեց, որոշեց, եթե նա պետք է ընկնի, նա կընկնի պայքարելով, ոչ թե ծնկի իջած։ Հաջորդ օրը նա սկսեց իր վերջին հետաքննությունը, այն, որը կբացահայտեր ամենամեծ սկանդալը Խորհրդային Միության պատմության մեջ։ Բայց արդյոք նա հասցրեց ավարտել այն, թե նրանք հասցրեցին դադարեցնել նրան առաջ։ Ինչ էր այն գաղտնիքը, որը նա բացահայտեց, ինչու էր այն այնքան վտանգավոր, որ ամբողջ համակարգը միավորվեց նրա դեմ։ Պատասխանները թաքնված են այն տետրում, որը Արմենը պահեց 30 տարի, որը հիմա, վերջապես, պատրաստ է բացահայտվել աշխարհին։ Երբ Ալեքսեյ Էքիմյանը բացեց իր գրասեղանի ամենախորը դարակը, այնտեղ, որտեղ պահում էր իր ամենագաղտնի փաստաթղթերը, նա գտավ մի ծրար, որը չէր դրել ինքը։ Ծրարի ներսում կար մի հին լուսանկար, նրա Լուսինեի, որը նկարվել էր այն ակումբում, որտեղ նրանք առաջին անգամ հանդիպեցին։ Բայց լուսանկարի հետում գրված էր մի նախադասություն կարմիր մարկերով. «Մենք գիտենք քո բոլոր գաղտնիքները։ Դադարիր, մինչ ուշ չէ»։ Ալեքսեյի սիրտը սառեց։ Ինչպես էին նրանք մտել նրա աշխատասենյակ, ինչպես գիտեին Լուսինեի մասին, ամենակարևորը, ինչ այլ գաղտնիքներ էին նրանք իմացել։ Նա հասկացավ, նրանք, ում դեմ նա պայքարում էր, ավելի ուժեղ էին, քան նա երբևէ պատկերացրել էր, նրանք պատրաստ էին օգտագործել նրա անցյալը որպես զենք։ Այդ պահին նա իմացավ, այս պատերազմը դարձել էր անձնական, նա պետք է ընտրեր, կամ պաշտպանել իր անցյալի հիշողությունները, կամ շարունակել իր առաքելությունը, ռիսկել կորցնել ամեն ինչ, ինչ նրան թանկ էր։ Նույն օրը երեկոյան Ալեքսեյը հրավիրեց իր ամենավստահելի մարդկանց, 5 հետաքննիչների, ովքեր նրա հետ աշխատում էին 10 տարի, ում նա վստահում էր իր կյանքը։ Նրանք հավաքվեցին մի գաղտնի բնակարանում, որը Ալեքսեյը օգտագործում էր հատուկ հանդիպումների համար, որտեղ չկային ականջալուրներ կամ թաքնված խոսափողներ։ Ալեքսեյը դրեց լուսանկարը սեղանի վրա, ասաց. «Ընկերներ, մենք հասել ենք այն կետին, երբ նրանք սկսել են հարձակվել ոչ թե մեր աշխատանքի վրա, այլ մեր անձնական կյանքի վրա։ Սա նշանակում է, որ մենք մոտենում ենք ճշմարտությանը, նրանք վախենում են»։ Նրա մարդիկ նայեցին լուսանկարին, հասկացան, իրավիճակը դարձել է վտանգավոր։ Մեկը հարցրեց. «Ինչ ենք անելու»։ Եթե նրանք գիտեն քո անցյալի մասին, նրանք կարող են օգտագործել այն քեզ դեմ։ Ալեքսեյը պատասխանեց. «Ես գիտեմ, բայց ես չեմ կարող դադարել։ Մենք բացահայտել ենք, որ կոռուպցիան հասնում է ամենավեր, եթե մենք հիմա լռենք, ապա բոլոր այն մարդիկ, ում մենք ձերբակալել ենք, բոլոր այն զոհերը, ում մենք փորձել ենք պաշտպանել, կլինեն զուր»։ Նրա ձայնը դողում էր, բայց նրա աչքերում այրվում էր այնպիսի վառ կրակ, որը ստիպեց բոլորին հավատալ նրան։ Նրանք որոշեցին շարունակել հետաքննությունը, բայց այս անգամ ավելի զգույշ, ավելի գաղտնի, ավելի արագ։ Ալեքսեյը բաժանեց թիմը 3 խմբի, մեկը հետաքննում էր ֆինանսական հոսքերը, մյուսը կապերը բարձրաստիճան պաշտոնյաների հետ, երրորդը փաստաթղթերը, որոնք կապում էին բոլորին միասին։ Նրանք աշխատում էին գիշեր ու ցերեկ, քնում էին աշխատասենյակներում, խուսափում էին ցանկացած կոնտակտից արտաքին աշխարհի հետ։ Ալեքսեյը ինքը վերցրեց ամենավտանգավոր մասը, նա սկսեց հետաքննել մի մարդու, ում անունը երբեք չէր հնչում բարձր, բայց ում ազդեցությունը տարածվում էր ամենուրեք։ Այդ մարդը կոչվում էր Վիկտոր Պավլովիչ Սոկոլով, նա էր այն անտեսանելի ձեռքը, որը շարժում էր բոլոր մարիոնետներին։ Սոկոլովը չէր պաշտոնյա, չէր հանցագործ ըստ օրենքի, բայց նա էր այն մարդը, ով կազմակերպում էր հանդիպումները, որտեղ որոշվում էին քաղաքի ճակատագրերը։ Նա էր կամուրջը միջ իշխանության ստորգետնյա աշխարհի, նա էր այն մարդը, ում Ալեքսեյը պետք է ոչնչացներ, եթե ուզում էր իսկապես մաքրել Մոսկվան։ Բայց Սոկոլովը չէր սովորական թիրախ։ Նա ապրում էր մի հսկայական առանձնատանը Ռուբլիովկայում, որը պահպանվում էր ավելի լավ, քան Կրեմլը, նրա շուրջը միշտ կային տասնյակ մարդիկ, ովքեր պատրաստ էին մեռնել նրա համար։ Ալեքսեյը հասկացավ, նա չի կարող պարզապես ձերբակալել Սոկոլովին, քանի որ դա կհանգեցներ իր սեփական մահվան։ Նա պետք է լիներ ավելի խելացի, ավելի համբերատար, ավելի անողոք։
Նա սկսեց ուսումնասիրել Սոկոլովի կյանքը, նրա սովորությունները, նրա թույլ կողմերը, նրա վախերը։ Նա իմացավ, որ Սոկոլովը ունի մի դուստր, Կատյա անունով, ով ուսանում է Լենինգրադում, չգիտի իր հոր իրական գործերի մասին։ Նա իմացավ, որ Սոկոլովը ամեն ուրբաթ երեկո գնում է մի հատուկ սաունա, որտեղ հանդիպում է իր ամենամոտ գործընկերների հետ։ Նա իմացավ, որ Սոկոլովը վախենում է միայն մի բանից՝ կորցնել իր դստեր հարգանքը։ Այս տեղեկությունները դարձան Ալեքսեյի զենքը, նա սկսեց պլանավորել իր վերջին հարձակումը։ 1979 թվականի դեկտեմբերի 12-ին, երբ Մոսկվան ծածկված էր ձյունով, ցուրտը հասնում էր -20 աստիճանի, Ալեքսեյ Էքիմյանը կատարեց իր ամենաարյական քայլը։ Նա ուղարկեց Սոկոլովի դստեր Կատյային մի փաթեթ, որի ներսում կային լուսանկարներ, փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս նրա հոր իրական գործունեությունը։ Այնտեղ կային լուսանկարներ սպանությունների վայրերից, փաստաթղթեր կաշառքների մասին, ձայնագրություններ զրույցների, որտեղ Սոկոլովը պլանավորում էր մարդկանց ոչնչացումը։ Կատյան, երբ տեսավ այդ ամենը, կոտրվեց։ Նա զանգահարեց իր հորը, ասաց. «Ես երբեք չեմ ուզում քեզ տեսնել։ Դու հրեշ ես, ես ամաչում եմ, որ քո արյունն է իմ երակներում»։ Սոկոլովը, ով երբեք չէր վախեցել ոստիկանությունից, ով երբեք չէր վախեցել մահից, այդ պահին զգաց իրական վախ։ Նա կորցրեց միակ բանը, որը նրան թանկ էր, այդ կորուստը կոտրեց նրան ավելի շատ, քան ցանկացած տանջանք։ Հաջորդ օրը Սոկոլովը ինքը եկավ Ալեքսեյի աշխատասենյակ։ Նա մտավ առանց պահակների, առանց իրավաբանների, առանց իր սովորական ինքնավստահության։ Նա նստեց Ալեքսեյի դիմաց, ասաց. «Դու հաղթեցիր։ Ես պատրաստ եմ խոստովանել ամեն ինչ, բայց ես ուզում եմ մի բան, թող իմ դուստրը չիմանա ավելին։ Թող նա կարծի, որ ես պարզապես մի թույլ մարդ եմ, ով սխալվեց, բայց ոչ հրեշ»։ Ալեքսեյը նայեց նրան, առաջին անգամ տեսավ Սոկոլովին ոչ թե որպես թշնամի, այլ որպես հայր, ով կորցրել էր իր երեխայի սերը։ Նա զգաց մի տարօրինակ կարեկցանք, բայց նա հիշեց բոլոր այն մարդկանց, ում Սոկոլովը ոչնչացրել էր, բոլոր այն ընտանիքները, որոնք նա կոտրել էր։ Նա ասաց. «Ես չեմ կարող քեզ խոստանալ ոչինչ։ Դու կխոստովանես ամեն ինչ, արդարությունը կորոշի քո ճակատագիրը։ Բայց ես կփորձեմ, որ քո դուստրը չտառապի ավելին»։ Սոկոլովը գլուխ տվեց, սկսեց խոսել։ Այդ խոստովանությունը տեց 12 ժամ։ Սոկոլովը պատմեց ամեն ինչ, անունները, վայրերը, գումարները, մեթոդները։ Նա պատմեց, թե ինչպես էր համակարգը աշխատում, ով էր վերահսկում ինչը, ով էր վճարում ում։ Նա պատմեց այնպիսի բաներ, որոնք Ալեքսեյը երբեք չէր պատկերացրել, թե ինչպես էին բարձրաստիճան պաշտոնյաները բաժանում քաղաքը իրենց մեջ, ինչպես էին նրանք օգտագործում պետական ռեսուրսները անձնական հարստացման համար, ինչպես էին նրանք ոչնչացնում բոլորին, ով փորձում էր խանգարել նրանց։ Երբ խոստովանությունը վերջացավ, Ալեքսեյը նստած էր իր աթոռին, զգում էր, որ նա պարզապես բացահայտել է ամենամեծ սկանդալը Խորհրդային Միության պատմության մեջ։ Բայց նա գիտեր, այս բացահայտումը կարող էր դառնալ նրա վերջին գործը, քանի որ նրանք, ում նա բացահայտեց, չէին թողնի նրան ապրել հանգիստ։ Այդ գիշերը Ալեքսեյը վերցրեց բոլոր փաստաթղթերը, բոլոր ձայնագրությունները, բոլոր ապացույցները, դրեց դրանք մի անվտանգ տեղում։ Նա գիտեր, եթե նրան ինչ-որ բան պատահի, այդ ապացույցները պետք է հասնեն ճիշտ մարդկանց ձեռքը։ Նա զանգահարեց Արմեն Գրիգորյանին, ասաց. «Արմեն, ես ուզում եմ, որ դու գաս իմ մոտ վաղը առավոտյան։ Ես ունեմ մի պատմություն, որը կփոխի ամեն ինչ, ես ուզում եմ, որ դու լինես այն մարդը, ով կպատմի այն աշխարհին»։ Արմենը համաձայնեց։ Ալեքսեյը զգաց մի փոքր հանգստություն, գիտենալով, որ նույնիսկ եթե նրան ինչ-որ բան պատահի, ճշմարտությունը կբացահայտվի։ Նա նստեց իր աշխատասենյակում, սկսեց գրել իր վերջին զեկույցը, այն, որը կամփոփեր նրա ողջ հետաքննությունը, կանվաներ բոլոր անունները։ Նա գրեց ամբողջ գիշերը, երբ առը ծագեց, նա ավարտեց։ Նա կարդաց զեկույցը, վերջին անգամ զգաց, որ նա կատարել է իր պարտքը։ Բայց արդյոք համակարգը կթույլ տար նրան ներկայացնել այդ զեկույցը, թե՞ նրանք կդադարեցնեին նրան նախքան նա հասցներ։ 1980 թվականի հունվարի 15-ին Մոսկվայում տեղի ունեցավ իրադարձություն, որը ցնցեց ամբողջ քաղաքը։ Ալեքսեյ Էքիմյանը պետք է ներկայանար Գերագույն խորհրդի հատուկ հանձնաժողովի առաջ, ներկայացներ իր զեկույցը կոռուպցիայի կազմակերպված հանցագործության մասին։ Այդ հանձնաժողովը ստեղծվել էր հատուկ այս գործի համար, դրա անդամները ներառում էին ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին։ Ալեքսեյը պատրաստվեց այդ ներկայացմանը ամիսներ շարունակ, նա գիտեր, սա էր նրա միակ հնարավորությունը փոխել համակարգը։
Բայց այդ առավոտ, երբ նա պատրաստվում էր դուրս գալ իր բնակարանից, նա ստացավ մի անհայտ զանգ։ Ձայնը հեռախոսի մյուս ծայրում ասաց. «Գեներալ Էքիմյան, եթե դուք այսօր ներկայանաք այդ հանձնաժողովի առջ, ձեր ընտանիքը կմեռնի։ Մենք գիտենք, որ դուք չունեք ընտանիք, բայց մենք նա գիտենք Արմեն Գրիգորյանի մասին, ում դուք համարում եք որպես որդի։ Ընտրությունը ձերն է»։ Հեռախոսը անջատվեց, Ալեքսեյը մնաց կանգնած իր բնակարանում, սառած, անզոր, կոտրված։ Նա անմիջապես զանգահարեց Արմենին, բայց հեռախոսը չէր պատասխանում։ Նա զանգահարեց Արմենի տուն, բայց ոչ ոք չբարձրացրեց։ Նա զանգահարեց իր մարդկանց ասաց. «Գտեք Արմեն Գրիգորյանին անմիջապես»։ Նրանք սկսեցին որոնել, կես ժամ անց նրանք զանգահարեցին հետ, մենք գտանք նրան։ Նա կապված է մի լքված շենքում տագանկայում։ Նա կենդանի է, բայց նրանք թողել են նամակ, եթե դուք ներկայանաք հանձնաժողովի առջ, նրանք կսպանեն նրան։ Ալեքսեյը նստեց իր մեքենայում, սկսեց մտածել։ Նա ուներ 2 ժամ մինչ հանձնաժողովի նիստը, նա պետք է որոշեր փրկել Արմենին, թողնել, որ կոռուպցիան շարունակվի, թե ներկայանալ հանձնաժողովի առջ, թողնել, որ Արմենը մեռնի։ Սա էր ամենադժվար ընտրությունը նրա կյանքում, նա գիտեր, ինչ էլ որ ընտրի, նա կապրի այդ որոշման հետ մինչ իր կյանքի վերջը։ Նա հիշեց Լուսինեին, ինչպես նա կորցրեց նրան, քանի որ ընտրեց իր պարտքը սիրո փոխարեն։ Նա հիշեց բոլոր այն մարդկանց, ում նա կոտրել էր հարցաքննությունների ժամանակ, ինչպես նրանց ընտանիքները տառապել էին։ Նա հիշեց Սոկոլովի դստեր արտասուքները, երբ նա իմացավ իր հոր մասին։ Նա հիշեց բոլոր այն զոհերը, ում նա չկարողացավ պաշտպանել, քանի որ համակարգը չթույլ տվեց։ Նա հիշեց իր երգերը, այն երգերը, որոնք նա գրել էր գիշերները, երբ նա փորձում էր գտնել իր կորած հոգին։ Նա հիշեց Արմենի աչքերը, այն անկեղծությունը, որը նա տեսավ նրանց մեջ, երբ Արմենը ասաց, որ հավատում են նրան։ Նա հիշեց ամեն ինչ, հետո նա կայացրեց իր որոշումը։ Նա վարեց դեպի այն շենքը, որտեղ պահում էին Արմենին։ Նա մտավ ներս, միայնակ, առանց զենքի, առանց պաշտպանության։ Նա գտավ Արմենին, կապված մի աթոռին, նրա շուրջը կային 3 մարդիկ, զինված, սպասելով։ Ալեքսեյը նայեց նրանց, ասաց. «Ես եկել եմ փոխանակության համար։ Արձակեք նրան, ես չեմ ներկայանա հանձնաժողովի առջ»։ Մարդիկը նայեցին միմյանց, հետո մեկը ասաց. «Ինչպես մենք կարող ենք վստահել քեզ»։ Ալեքսեյը հանեց իր գրպանից զեկույցի բնօրինակը, ասաց. «Սա է միակ պատճենը։ Վերցրեք այն, այրեք։ Ես չունեմ այլ ապացույցներ»։ Սա սուտ էր, նա արդեն տվել էր պատճենը Արմենին, բայց նրանք չգիտեին այդ մասին։ Նրանք վերցրին զեկույցը, ստուգեցին այն, հետո արձակեցին Արմենին։ Արմենը վազեց դեպի Ալեքսեյը, ասաց. «Ինչու՞ արեցիր այդ։ Դու զոհաբերեցիր ամեն ինչ ինձ համար»։ Ալեքսեյը ժպտաց, ասաց. «Քանի որ դու ես միակ մարդը, ով դեռ հավատում է ինձ, ես չեմ կարող կորցնել այդ հավատքը»։ Բայց երբ նրանք դուրս էին գալիս շենքից, Ալեքսեյը հանկարծ դադարեց, ասաց Արմենին. «Վազիր։ Վազիր հիմա, մի դառնաս հետ»։ Արմենը չհասկացավ, բայց հետո նա լսեց ձայներ, մարդիկ վազում էին նրանց ետից։ Ալեքսեյը հրեց Արմենին դեպի դուրս, ինքը մնաց ետում, փակելով դուռը։ Արմենը վազեց, երբ նա դուրս եկավ փողոց, նա լսեց կրակոցներ։ Նա ուզում էր վերադառնալ, բայց նա հիշեց Ալեքսեյի խոսքերը, շարունակեց վազել։ Նա վազեց մինչ հասավ ոստիկանական բաժին, պատմեց ամեն ինչ։ Երբ ոստիկանները հասան շենք, նրանք գտան Ալեքսեյ Էքիմյանին, ընկած հատակին, արյունոտ, բայց դեռ կենդանի։ Նրա վիճակը ծանր էր, բժիշկները ասացին, որ նա ունի միայն 50% հնարավորություն վերապրելու։ Բայց Ալեքսեյը պայքարեց, նա վերապրեց։ Երբ նա արթնացավ հիվանդանոցում 3 շաբաթ անց, առաջին բանը, որ նա տեսավ, Արմենն էր, նստած նրա մահճակալի կողքին։ Արմենը ժպտաց, ասաց. «Դու փրկեցիր ինձ, հիմա ես կփրկեմ քեզ։ Ես հրապարակեցի քո զեկույցը։ Ամբողջ երկիրը խոսում է դրա մասին։ Նրանք, ում դու բացահայտեցիր, ձերբակալվել են։ Դու հաղթեցիր, Ալեքսեյ։ Դու վերջապես հաղթեցիր»։ Ալեքսեյը փակեց աչքերը, զգաց, որ նա վերջապես կարող է հանգստանալ։ Բայց նա գիտեր, այս հաղթանակը եկել էր չափազանց մեծ գնով, նա երբեք չէր կարողանա մոռանալ այն, ինչ նա կորցրել էր ճանապարհին։ Հիվանդանոցում անցկացրած 2 ամիսների ընթացքում Ալեքսեյ Էքիմյանը ստացավ հարյուրավոր նամակներ մարդկանցից, ում նա երբեք չէր ճանաչել, բայց ովքեր գրում էին, որ նա փրկել է նրանց քաղաքը, նրանց ապագան, նրանց հավատը արդարության մեջ։
Բայց նա ստացավ սպառնալիքներ նրանցից, ում նա բացահայտել էր, ում ընտանիքները դեռ ազատ էին ուզում էին վրեժ լուծել։ Ոստիկանությունը նշանակեց նրան 24-ժամյա պաշտպանություն, բայց Ալեքսեյը գիտեր, նա երբեք այլս չէր կարողանա ապրել նորմալ կյանք։ Նա դարձել էր խորհրդանիշ, ինչպես լավի, այնպես էլ վատի համար, նա գիտեր, այդ խորհրդանիշը կապրի նրանից ավելի երկար։ Երբ նա վերջապես դուրս եկավ հիվանդանոցից, նա գնաց ոչ թե իր բնակարան, այլ այն ակումբ, որտեղ նա առաջին անգամ հանդիպել էր Լուսինեին։ Ակումբը փակ էր տարիներ շարունակ, բայց Ալեքսեյը գտավ ճանապարհ ներս մտնելու։ Նա նստեց այն աթոռին, որտեղ նա նստում էր 30 տարի առաջ, փակեց աչքերը, հիշելով այն երեկոները, երբ նա դեռ հավատում էր, որ կարող է լինել երկու մարդ միաժամանակ, դեմոն երազող։ Այնտեղ նա լսեց ձայն. «Ալեքսեյ, դու վերադարձա՞ր»։ Նա բացեց աչքերը, տեսավ մի կին, ծեր, նիհար, բայց նրա աչքերում դեռ կար այն փայլը, որը նա հիշում էր։ Դա Լուսինեն էր։ Նա վերադարձել էր Մոսկվա 2 տարի առաջ, բայց երբեք չէր փորձել կապ հաստատել Ալեքսեյի հետ, քանի որ վախենում էր, որ նա դեռ նույն մարդն է։ Բայց երբ նա լսեց նրա մասին լուրերում, երբ նա տեսավ, թե ինչ նա արել է, նա հասկացավ, Ալեքսեյը փոխվել է, կամ գուցե նա միշտ եղել է այն մարդը, ում նա սիրել էր, բայց պարզապես չէր կարողացել տեսնել դրա միջով մութության։ Նրանք նստեցին միասին, Ալեքսեյը պատմեց նրան ամեն ինչ՝ Սոկոլովի մասին, Արմենի մասին, հարցաքննությունների մասին, զեկույցի մասին, կրակոցների մասին։ Լուսինեն լսում էր լռությամբ, երբ նա ավարտեց, նա ասաց. «Ես ներում եմ քեզ։ Ես ներում եմ քեզ այն ամենի համար, ինչ դու եղել ես, քանի որ ես հիմա տեսնում եմ, որ դու միշտ փորձել ես լինել ավելի լավը, նույնիսկ երբ համակարգը չէր թույլ տալիս»։ Այդ խոսքերը բուժեցին Ալեքսեյի հոգին ավելի շատ, քան ցանկացած դեղամիջոց։ Նրանք սկսեցին հանդիպել կանոնավոր, դանդաղորեն Ալեքսեյը սկսեց վերագտնել այն մարդուն, ով նա եղել էր նախքան դառնալը դեմոն։ Նա սկսեց գրել երգեր կրկին, բայց այս անգամ դրանք չէին մութ տխուր, դրանք էին լույսի հույսի մասին։ Նա սկսեց երգել դրանք Լուսինեի համար, նա զգաց, որ նա վերջապես գտել է իր ճանապարհը դեպի փրկություն։ Բայց նա գիտեր, նրա անցյալը երբեք չէր թողնի նրան լիովին ազատ, որ նա միշտ կապրի այն ստվերի տակ, որը նա ստեղծել էր իր սեփական ձեռքերով։ 1981 թվականին Ալեքսեյ Էքիմյանը պաշտոնապես հեռացավ ոստիկանությունից։ Նա ստացավ բարձրագույն պարկներ ճանաչում, բայց նա մերժեց բոլոր հրավերները, հանրային միջոցառումների, ընտրեց ապրել հանգիստ կյանք Լուսինեի հետ։ Բայց նրա ժառանգությունը շարունակվեց։ Արմեն Գրիգորյանը դարձավ հայտնի լրագրող, ով շարունակեց բացահայտել կոռուպցիան անարդարությունը, նա միշտ ասում էր, որ նա սովորել է այդ Ալեքսեյ Էքիմյանից։ Սոկոլովի դուստրը Կատյան դարձավ սոցիալական աշխատող, ով օգնում էր հանցագործների ընտանիքներին վերակառուցել իրենց կյանքերը, նա ասում էր, որ նա ոգեշնչվել է Ալեքսեյի օրինակից։ Նույնիսկ այն հանցագործները, ում Ալեքսեյը հարցաքննել էր, երբ դուրս էին գալիս բանտից, շատերը փոխում էին իրենց կյանքերը, ասում էին, որ Ալեքսեյ Էքիմյանը ցույց տվեց նրանց, որ նրանք կարող են լինել ավելի լավը։ Այս էր Ալեքսեյի իրական հաղթանակը, ոչ թե այն, որ նա ձերբակալեց հանցագործներին, այլ այն, որ նա փոխեց մարդկանց սրտերը։ Բայց մի հարց մնում էր անպատասխան. ինչ էր այն գաղտնի տետրում, որը Ալեքսեյը պահում էր իր գրասեղանի դարակում, որը նա երբեք չցույց տվեց ոչ ոքի, բացի Արմենից։ Այդ տետրում գրված էին ոչ միայն երգեր, այլ նախոստովանություններ, այն բոլոր բաների մասին, որոնք Ալեքսեյը արել էր, որոնց համար նա զղջում էր։ Այնտեղ գրված էր այն մարդկանց անունները, ում նա կոտրել էր անարդար, այն ընտանիքները, ում նա չէր կարողացել պաշտպանել, այն սխալները, որոնք նա արել էր իր կարիերայի ընթացքում։ Այդ տետրը էր Ալեքսեյի իրական խոստովանագիրքը, նա ուզում էր, որ այն հրապարակվի միայն նրա մահից հետո, որպեսզի մարդիկ տեսնեին նրան ոչ թե որպես հերոս կամ դեմոն, այլ որպես մարդ կատարյալ չափով, ով փորձեց անել իր լավագույնը անկատար աշխարհում։ Արդյոք այդ տետրը երբեք կհրապարակվի, ինչ կմտածեն մարդիկ, երբ կարդան այն խոսքերը, որոնք Ալեքսեյ Էքիմյանը գրել է իր ամենամութ գիշերներին։ Երբ Ալեքսեյ Էքիմյանի անձնական բժիշկը բացեց նրա բժշկական քարտը 1982 թվականի մարտին, նա տեսավ մի բան, որը ստիպեց նրան սառչել։ Վերջին 6 ամսվա ընթացքում Ալեքսեյի արյան ճնշումը բարձրացել էր վտանգավոր մակարդակի, նրա սիրտը ցույց էր տալիս անկանոն ռիթմ, իսկ նրա լյարդի ֆունկցիան դանդաղորեն նվազում էր։ Բժիշկը գիտեր, սա էր այն, ինչ տեղի է գալիս, երբ մարդը տասնամյակներ շարունակ ապրում է անընդհատ սթրեսի լարվածության մեջ։ Նա կանչեց Ալեքսեյին, ասաց. «Գեներալ, ձեր մարմինը հանձնվում է։ Եթե դուք չդադարեցնեք, եթե չվերցնեք լիարժեք հանգիստ, ես չեմ կարող երաշխավորել, որ դուք կապրեք հաջորդ տարին»։
Ալեքսեյը լսեց այդ խոսքերը առանց զարմանքի, առանց վախի։ Նա պարզապես գլուխ տվեց ասաց. «Բժիշկ, ես արդեն մեռել եմ տարիներ առաջ, այն օրը, երբ ես ընտրեցի այս ճանապարհը։ Այն, ինչ դուք տեսնում եք հիմա, պարզապես մարմին է, որը դեռ շարժվում է սովորությունից»։ Բժիշկը չգիտեր, թե ինչ պատասխանել, քանի որ նա հասկացավ Ալեքսեյ Էքիմյանը արդեն կայացրել էր իր ընտրությունը, ոչ մի դեղամիջոց չէր կարող փրկել մարդուն, ով չէր ուզում փրկվել։ Բայց ինչու՞։ Էր Ալեքսեյը մերժում բուժումը, արդյոք նա իսկապես պատրաստ էր թողնել, որ իր մարմինը դանդաղորեն քայքայվի, թե՞ նա ուներ այլ պատճառներ մնալ լուռ իր վիճակի մասին։ Այդ նույն երեկոյան Ալեքսեյը նստեց Լուսինեի հետ իրենց փոքրիկ բնակարանում, որը նրանք վարձակալել էին Մոսկվայի հանգիստ թաղամասում։ Լուսինեն պատրաստում էր ընթրիք, Ալեքսեյը նայում էր նրան, ուսումնասիրելով նրա ամեն շարժումը, կարծես փորձելով հիշել յուրաքանչյուր մանրուք։ Նա գիտեր, նա չի կարող պատմել նրան բժշկի խոսքերի մասին, քանի որ Լուսինեն կսկսեր պնդել, որ նա բուժվի, կսկսեր անհանգստանալ, Ալեքսեյը չէր ուզում, որ նրա վերջին ամիսները լցվեն վախով տառապանքով։ Նա ուզում էր, որ այս ժամանակը լինի խաղաղ, լի սիրով հանգստությամբ։ Բայց ինչպես կարող ես թաքցնել այն փաստը, որ քո մարմինը դանդաղորեն մեռնում է, երբ դու ապրում ես մարդու հետ, ով ճանաչում է քո ամեն շնչառությունը, քո ամեն հայացքը։ Լուսինեն շրջվեց նայեց նրան, նրա աչքերում Ալեքսեյը տեսավ հարցական նշան, ինչ-որ բան սխալ է, չէ՞։ Նա ժպտաց ասաց. «Ոչինչ, պարզապես մտածում եմ, թե որքան երջանիկ եմ, որ վերադարձար իմ կյանք»։ Լուսինեն չհավատաց, բայց նա չուզեց ճնշել նրան, նրանք շարունակեցին իրենց երեկոն լռության մեջ, որը լի էր չասված խոսքերով։ Հաջորդ շաբաթ Ալեքսեյը սկսեց զգալ ֆիզիկական փոփոխությունները։ Նրա ձեռքերը դողում էին առավոտները, նրա տեսողությունը դառնում էր մշուշոտ երեկոները, նրա սիրտը երբեմն բաց թողնում էր հարվածներ, ստիպելով նրան կանգ առնել սպասել, մինչ ռիթմը վերականգնվի։ Նա սկսեց խուսափել հայելիներից, քանի որ չէր ուզում տեսնել, թե ինչպես է իր դեմքը դեղնում, ինչպես են իր աչքերի տակ հայտնվում մութ շրջանակներ, ինչպես է իր մարմինը դառնում ավելի նիհար ամեն օր։ Բայց նա չէր կարող թաքցնել այս փոփոխությունները Արմեն Գրիգորյանից, ով այցելում էր նրան ամեն շաբաթ, ում աչքերը տեսնում էին ամեն ինչ։ Մի օր Արմենը նստեց Ալեքսեյի դիմաց ասաց. «Ալեքսեյ, ես լրագրող եմ, ես սովորել եմ կարդալ մարդկանց։ Դու հիվանդ ես, դու թաքցնում ես այն»։ Ինչու՞։ Ալեքսեյը լռեց երկար րոպե, հետո ասաց. «Քանի որ ես արդեն կորցրել եմ չափազանց շատ բան իմ կյանքում, ես չեմ ուզում կորցնել վերջին բանը, որ ինձ մնացել է»։ Լուսինեի հանգիստ ժպիտը, երբ նա նայում է ինձ, կարծում, որ ամեն ինչ լավ է։ Արմենը հասկացավ, բայց նա գիտեր, Լուսինեն իրավունք ուներ իմանալու ճշմարտությունը։ Նա ասաց. «Ալեքսեյ, դու փրկեցիր ինձ, դու փրկեցիր այս քաղաքը, բայց դու չես կարող փրկել ինքդ քեզ, եթե չթույլ տաս մարդկանց օգնել քեզ։ Լուսինեն սիրում է քեզ, նա ավելի շատ կտառապի, եթե իմանա, որ դու թաքցրել ես նրանից այդքան կարևոր բան»։ Ալեքսեյը գիտեր, որ Արմենը ճիշտ է, բայց նա վախենում էր այն պահից, երբ նա պետք է նայի Լուսինեի աչքերի մեջ ասի. «Ես մեռնում եմ»։ Ինչպես կարող ես ասել այդ խոսքերը մարդուն, ում դու սիրում ես ավելի, քան կյանքը, ում դու արդեն մի անգամ կորցրել ես քո սեփական ընտրությունների պատճառով։ Նա վերջապես որոշեց, որ կպատմի Լուսինեին, բայց ոչ այժմ, նա սպասեց ճիշտ պահին, երբ նրանք կլինեին միայնակ, երբ նա կունենար ուժ դիմակայելու նրա արտասուքներին։ 1982 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ստիպեց Ալեքսեյին վերանայել իր որոշումը։ Մի երեկո, երբ նա Լուսինեն քայլում էին պուրակում, նրանք տեսան մի խումբ երիտասարդների, ովքեր հարձակվում էին մի ծեր տղամարդու վրա, փորձում էին խլել նրա դրամապանակը։ Ալեքսեյը, չմտածելով իր վիճակի մասին, վազեց դեպի նրանց, սկսեց պաշտպանել ծերունուն։ Երիտասարդները, տեսնելով նրա վճռականությունը, փախան, բայց Ալեքսեյը ընկավ հատակին, նրա սիրտը չդիմացավ լարվածությանը։ Լուսինեն վազեց նրա մոտ, կանչեց շտապ օգնություն, երբ շտապ օգնությունը տարավ նրան հիվանդանոց, բժիշկները ասացին նրան ճշմարտությունը. «Ալեքսեյի սիրտը շատ թույլ է, նա պետք է անմիջապես սկսի բուժում, հակառակ դեպքում նա կարող է մեռնել ցանկացած պահի»։ Լուսինեն նստեց Ալեքսեյի մահճակալի կողքին, լաց էր լինում, ոչ թե բարկությունից, այլ ցավից, որ նա չիմացավ ավելի վաղ, որ նա չկարողացավ օգնել նրան ավելի շուտ։ Ալեքսեյը բացեց աչքերը, տեսավ Լուսինեի արտասուքները, այդ պահին նա հասկացավ, նա սխալվել է։ Նա մտածել էր, որ թաքցնելով իր հիվանդությունը, նա պաշտպանում է Լուսինեին, բայց իրականում նա պարզապես ավելի շատ էր վնասում նրան։ Նա բռնեց նրա ձեռքը, ասաց. «Ներիր ինձ»։ Ես մտածեցի, որ ես պաշտպանում եմ քեզ, բայց ես պարզապես վախենում էի դիմակայել իրականությանը։
Ես հիվանդ եմ, Լուսինե, ես չգիտեմ, թե որքան ժամանակ ինձ մնացել է, բայց ես ուզում եմ, որ այդ ժամանակը անցկացնել ազնիվ քեզ հետ, առանց գաղտնիքների, առանց ստերի։ Լուսինեն սրբեց իր արտասուքները, ասաց. մենք կպայքարենք միասին։ Դու չես մենակ այս անգամ։ Ես այստեղ եմ, ես չեմ թողնի քեզ։ Այդ խոսքերը տվեցին Ալեքսեյին ուժ, որը նա չէր զգացել տարիներ շարունակ, նա որոշեց, նա կսկսի բուժումը ոչ թե իր համար, այլ Լուսինեի համար, ով արժանի էր ունենալու ավելի շատ ժամանակ նրա հետ։ Բայց բուժումը չէր հեշտ։ Ալեքսեյը պետք է ընդուներ ուժեղ դեղամիջոցներ, որոնք ունեին ծանր կողմնակի ազդեցություններ, սրտխառնոց, գլխացավ, թուլություն։ Նա պետք է հրաժարվեր շատ բաներից, որոնք նա սիրում էր, ուժեղ սուրճ, երկար քայլարշավներ, լարված զրույցներ։ Նա պետք է ապրեր հանգիստ, չափավոր կյանք, որը նրա համար էր ավելի դժվար, քան ցանկացած հարցաքննություն։ Բայց նա արեց այդ, քանի որ ամեն անգամ, երբ նա ուզում էր հրաժարվել, նա նայում էր Լուսինեի աչքերի մեջ, տեսնում էր այնտեղ հույս, այդ հույսը ստիպում էր նրան շարունակել։ Արմենը այցելում էր նրան կանոնավոր, բերում էր լուրեր արտաքին աշխարհից, թե ինչպես են նրա բացահայտումները շարունակում փոխել համակարգը, թե ինչպես են նոր սերունդի ոստիկանները սովորում նրա մեթոդներից, թե ինչպես են մարդիկ դեռ հիշում նրան որպես հերոս։ Այս լուրերը տալիս էին Ալեքսեյին զգացում, որ նրա կյանքը չեղել է զուր, որ նա թողել է ինչ-որ բան, որը կապրի նրանից հետո։ Բայց կար մի բան, որը Ալեքսեյը դեռ չէր արել, որը նա գիտեր, պետք է անի նախքան ուշ լինելը։ Նա պետք է վերադառնար այն տեղերը, որտեղ նա կատարել էր իր ամենամեծ սխալները, պետք է փորձեր ուղղել դրանք, որքան հնարավոր է։ Նա սկսեց ցուցակ կազմել այն մարդկանց, ում նա վնասել էր իր կարիերայի ընթացքում, այն մարդիկ, ում նա հարցաքննել էր չափազանց կոշտ, այն ընտանիքներ, ում նա չէր կարողացել պաշտպանել, այն գործընկերներ, ում նա դավաճանել էր համակարգի անունից։ Ցուցակը երկար էր, Ալեքսեյը գիտեր, նա չի կարողանա հասնել բոլորին, բայց նա պետք է փորձեր հասնել այնքանին, որքանին կարող էր։ Նա սկսեց գրել նամակներ, ներողություն խնդրելով, բացատրելով իր մոտիվները, առաջարկելով օգնություն, եթե դա հնարավոր էր։ Շատերը չպատասխանեցին, ոմանք պատասխանեցին բարկությամբ, բայց մի քանիսը պատասխանեցին ներողամտությամբ, այդ ներողամտությունը բուժեց Ալեքսեյի հոգին ավելի շատ, քան ցանկացած դեղամիջոց։ Մի օր նա ստացավ նամակ Սոկոլովի դստերից Կատյայից։ Նա գրել էր. «Գեներալ Էքիմյան, ես երկար ժամանակ ատում էի ձեզ այն բանի համար, որ դուք ոչնչացրիք իմ ընտանիքը։ Բայց տարիների ընթացքում ես հասկացավ, որ դուք ոչնչացրիք ոչ թե իմ ընտանիքը, այլ այն ստերը, որոնց վրա այն կառուցված էր։ Իմ հայրը եղել է հանցագործ, նա արժանի էր պատժի։ Բայց դուք նա ցույց տվեցիք ինձ, որ ես կարող եմ ընտրել այլ ճանապարհ, դրա համար ես շնորհակալ եմ ձեզ։ Ես ներում եմ ձեզ, ես հույս ունեմ, որ դուք ներեք ինքներդ ձեզ»։ Այդ նամակը կարդալուց հետո Ալեքսեյը լաց էր լինում, առաջին անգամ տարիներ շարունակ, ոչ թե ցավից, այլ ազատման զգացումից։ Նա հասկացավ, նա չի կարող ուղղել բոլոր իր սխալները, բայց նա կարող է փորձել, այդ փորձը բավական է։ 1983 թվականի աշնանը Ալեքսեյ Էքիմյանի առողջությունը սկսեց բարելավվել։ Բժիշկները զարմացած էին, նրանք չէին սպասում, որ նա կարող է այդքան արագ վերականգնվել, բայց նրանք չգիտեին, որ Ալեքսեյի բուժումը եկավ ոչ թե դեղամիջոցներից, այլ սիրուց, ներողամտությունից, նպատակից։ Նա սկսեց նորից քայլել, սկսեց նորից գրել երգեր, սկսեց նորից երգել Լուսինեի հետ։ Նրանք նույնիսկ սկսեցին պլանավորել փոքրիկ համերգ, իրենց ընկերների համար, որտեղ նրանք կներկայացնեին այն երգերը, որոնք Ալեքսեյը գրել էր տարիների ընթացքում։ Այդ համերգը տեղի ունեցավ հոկտեմբերի մի հանգիստ երեկո, մի փոքրիկ սրահում, որտեղ հավաքվել էին միայն 30 մարդ, Արմենը, Կատյան, Ալեքսեյի 5 գործընկերները, մի քանի մարդիկ, ում նա օգնել էր տարիների ընթացքում։ Երբ Ալեքսեյը բարձրացավ բեմ, սկսեց երգել, նրա ձայնը դողում էր, բայց նրա աչքերում այրվում էր այնպիսի լույս, որը լուսավորեց ամբողջ սրահը։ Նա երգեց Լուսինեի մասին, երգեց իր սխալների մասին, երգեց իր հույսերի մասին։ Նա երգեց այն մարդկանց մասին, ում նա կորցրել էր, այն մարդկանց մասին, ում նա գտել էր։ Նա երգեց կյանքի մասին, որը լի է ցավով, սիրով միաժամանակ, թե ինչպես է հնարավոր գտնել իմաստ նույնիսկ ամենամութ պահերում։ Երբ նա ավարտեց, ամբողջ սրահը լռում էր, հետո մարդիկ սկսեցին ծափահարել, ոչ թե բարձր, այլ հանգիստ, հարգանքով, կարծես նրանք հասկացան, որ նրանք վկա եղան ինչ-որ սրբազան բանի։ Ալեքսեյը իջավ բեմից, գրկեց Լուսինեին, այդ պահին նա զգաց, որ նա վերջապես գտել է խաղաղություն։ Բայց արդյոք այդ խաղաղությունը կտեր, թե՞ նրա անցյալը դեռ ուներ վերջին անակնկալը, որը կփորձեր խլել նրանից այն ամենը, ինչ նա վերջապես գտել էր։
Երբ Ալեքսեյ Էքիմյանը բացեց իր պոստարկղը 1984 թվականի փետրվարի առավոտյան, նա գտավ մի ծրար առանց ուղարկողի անվան, առանց նշանի։ Ծրարի ներսում կար մի հին ձայնագրության ժապավեն մի թերթիկ, որի վրա գրված էր միայն 3 բառ՝ «Լսիր մինչ վերջ»։ Ալեքսեյի ձեռքերը դողացին, երբ նա տեղադրեց ժապավենը մագնիտոֆոնում սեղմեց նվագարկման կոճակը։ Առաջին րոպեները լսվում էր միայն աղմուկ, հետո ձայներ, զրույց, որը տեղի էր ունեցել 30 տարի առաջ։ Դա նրա սեփական ձայնն էր, երիտասարդ, վճռական, անողոք։ Նա լսում էր, թե ինչպես է հարցաքննում մի կասկածյալի, թե ինչպես է սպառնում նրան, թե ինչպես է խոստանում ոչնչացնել նրա ընտանիքը, եթե նա չխոստովանի։ Այդ հարցաքննությունը տեղի էր ունեցել 1956 թվականին, երբ Ալեքսեյը դեռ սկսնակ էր, երբ նա հավատում էր, որ նպատակը արդարացնում է միջոցները։ Բայց այժմ, լսելով այդ ձայնագրությունը, նա լսում էր ոչ թե հերոսի, այլ հրեշի ձայնը։ Ժապավենի վերջում լսվեց մեկ այլ ձայն՝ ծեր, թույլ, բայց լի ատելությամբ՝ Էքիմյան, դու կարծում էիր, որ քո անցյալը թաղված է, բայց ես պահել եմ այս ապացույցը 30 տարի։ Հիմա ամբողջ աշխարհը կիմանա, թե ով ես դու իրականում։ Ալեքսեյը անջատեց մագնիտոֆոնը, նստեց իր աթոռին, ծառաց, անզոր, հասկանալով, որ նրա անցյալը վերադարձել է վրեժ լուծելու։ Նա անմիջապես ճանաչեց այն երկրորդ ձայնը։ Դա Վահագն Մկրտչյանն էր, այն մարդը, ում Ալեքսեյը հարցաքննել էր 1956 թվականին, ում նա ստիպել էր խոստովանել սպանություն, որը, ինչպես հետագայում պարզվեց, նա չէր կատարել։ Վահագնը անցկացրել էր 15 տարի բանտում, անմեղ, երբ նա ազատվեց, նա երդվեց, որ կգտնի ճանապարհ վրեժ լուծելու Ալեքսեյից։ Բայց Ալեքսեյը կարծում էր, որ Վահագնը մեռել է բանտում, ինչպես նրան ասել էին, ինչպես գրված էր պաշտոնական փաստաթղթերում։ Հիմա նա հասկացավ, Վահագնը ապրել է, թաքնվել է, սպասել է ճիշտ պահին, երբ Ալեքսեյը վերջապես գտել է խաղաղություն, որպեսզի խլի այն նրանից։ Ալեքսեյը վերցրեց հեռախոսը, զանգահարեց Արմենին. «Արմեն, ես պետք է քեզ տեսնեմ անմիջապես։ Ինչ որ բան տեղի է ունեցել, դա կարող է ոչնչացնել ամեն ինչ, ինչ մենք կառուցել ենք»։ Արմենը եկավ կես ժամ անց, երբ նա լսեց ձայնագրությունը, նրա դեմքը գունատվեց։ Նա ասաց. «Ալեքսեյ, եթե այս ձայնագրությունը հրապարակվի, քո ողջ ժառանգությունը կոչնչացվի։ Մարդիկ կմոռանան այն լավ բաները, որ դու արեցիր, կհիշեն միայն այս սխալը»։ Ալեքսեյը գիտեր, որ Արմենը ճիշտ է, բայց նա գիտեր, նա չի կարող թաքցնել այս ճշմարտությունը։ Նա ասաց. «Արմեն, ես ամբողջ կյանքս պայքարել եմ ճշմարտության համար, հիմա ես չեմ կարող փախչել իմ սեփական ճշմարտությունից։ Այո, ես արեցի սխալներ, ես վնասեցի անմեղ մարդկանց, ես պետք է պատասխանատվություն կրեմ դրա համար»։ Արմենը փորձեց համոզել նրան, որ կան այլ ճանապարհներ, որ նրանք կարող են գտնել Վահագնին, համոզել նրան չհրապարակել ձայնագրությունը, բայց Ալեքսեյը մերժեց։ Նա ասաց. «Ես չեմ կարող ապրել ավելի երկար այս ստերի հետ։ Եթե Վահագնը ուզում է հրապարակել այդ ձայնագրությունը, թող անի։ Ես պատրաստ եմ դիմակայել հետանքներին»։ Բայց արդյոք նա իսկապես պատրաստ էր, արդյոք Լուսինեն կարող էր հասկանալ ներել նրան, երբ նա իմանար այս մութ գաղտնիքը նրա անցյալից։ Այդ երեկոյան Ալեքսեյը նստեց Լուսինեի հետ, պատմեց նրան ամեն ինչ։ Նա պատմեց Վահագնի մասին, պատմեց այն հարցաքննության մասին, պատմեց այն սխալի մասին, որը նա արել էր 30 տարի առաջ։ Նա պատմեց, թե ինչպես է նա ապրել այդ մեղքի հետ տարիներ շարունակ, թե ինչպես է նա փորձել փրկagնել իրեն, օգնելով ուրիշներին։ Լուսինեն լսում էր լռությամբ, երբ նա ավարտեց, նա լռեց երկար րոպե։ Հետո նա ասաց. «Ալեքսեյ, ես սիրում եմ քեզ ոչ թե այն բանի համար, որ դու կատարյալ ես, այլ այն բանի համար, որ դու միշտ փորձել ես լինել ավելի լավը։ Այո, դու արեցիր սխալներ, բայց դու նա փորձեցիր ուղղել դրանք։ Եթե Վահագնը ուզում է վրեժ լուծել, ես կլինեմ քեզ հետ, մենք կդիմակայենք միասին»։ Այդ խոսքերը տվեցին Ալեքսեյին ուժ, որը նա չգիտեր, որ ունի, նա հասկացավ, նա ոչ թե մենակ է այս պատերազմում։ Հաջորդ օրը Ալեքսեյը որոշեց գտնել Վահագնին, խոսել նրա հետ դեմ առ դեմ։ Նա սկսեց հետաքննություն, օգտագործելով իր հին կապերը, 2 օր անց նա գտավ Վահագնի հասցեն։ Վահագնը ապրում էր մի փոքրիկ բնակարանում Մոսկվայի ծայրամասում, միայնակ, մերժված իր ընտանիքից, ով չէր հավատացել նրա անմեղությանը։ Ալեքսեյը գնաց այնտեղ առանց Արմենի, առանց Լուսինեի, առանց ոչ ոքի։ Նա թակեց դուռը, երբ Վահագնը բացեց, նրանք նայեցին միմյանց աչքերի մեջ, երկուսն էլ ծեր, երկուսն էլ հոգնած, երկուսն էլ կրում իրենց սեփական ցավերը։ Վահագնը ասաց. «Էքիմյան, ես սպասում էի քեզ։ Մտիր»։
Նրանք նստեցին փոքրիկ խոհանոցում, Ալեքսեյը սկսեց խոսել. Վահագն, ես եկել եմ ասելու քեզ, որ դու ճիշտ ես։ Ես վնասեցի քեզ, ես կոտրեցի քո կյանքը, ես չունեմ ներողություն խնդրելու իրավունք։ Բայց ես ուզում եմ, որ դու իմանաս, ես ապրել եմ այդ մեղքի հետ ամեն օր, ես պատրաստ եմ ընդունել ցանկացած պատիժ, որը դու համարում ես արդար։ Վահագնը նայեց նրան ասաց. 30 տարի ես սպասեցի այս պահին։ 30 տարի ես երազեցի տեսնել քեզ տառապելու, ինչպես ես տառապեցի։ Բայց հիմա, երբ դու նստած ես իմ դիմաց խոստովանում ես քո մեղքը, ես չեմ զգում այն բավարարությունը, որը ես կարծում էի, որ կզգամ։ Ես զգում եմ միայն դատարկություն։ Նա դադարեց շարունակեց. Գիտես, Էքիմյան, ինչն է ամենավատը։ Ամենավատը չէ այն, որ դու ինձ ուղարկեցիր բանտ։ Ամենավատը այն է, որ իմ սեփական ընտանիքը չհավատաց ինձ։ Իմ կինը թողեց ինձ, իմ երեխաները մերժեցին ինձ, իմ ծնողները մեռան, ամաչելով իմ անունից։ Դու չվերցրիր միայն իմ ազատությունը, դու վերցրիր ամեն ինչ, ինչ ինձ թանկ էր։ Ալեքսեյը լսում էր, ամեն բառ էր որպես դանակի հարված նրա սրտին։ Նա ասաց. Ես չեմ կարող վերադարձնել քեզ այն, ինչ դու կորցրել ես, բայց ես կարող եմ փորձել օգնել քեզ կառուցել նոր կյանք։ Ես ունեմ կապեր, ես ունեմ ռեսուրսներ, ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որ դու ուզում ես։ Վահագնը ծիծաղեց, դառն անհույս ծիծաղ, դու կարծում ես, որ գումարը կամ աշխատանքը կկարողանա փրկagնել այն, ինչ դու արեցիր։ Ոչ, Էքիմյան։ Միակ բանը, որ ես ուզում եմ, այն է, որ աշխարհը իմանա ճշմարտությունը։ Ես ուզում եմ, որ մարդիկ տեսնեն, որ դու ոչ թե հերոս ես, այլ մարդ, ով կատարել է սխալներ, ինչպես բոլորս։ Ալեքսեյը գլուխ տվեց ասաց. Ես համաձայն եմ։ Հրապարակիր այդ ձայնագրությունը։ Ես չեմ կանգնելու քո ճանապարհին։ Բայց ես ուզում եմ խնդրել քեզ մի բան, երբ դու հրապարակես այն, պատմիր նա մնացած պատմությունը։ Պատմիր, թե ինչպես ես փորձեցի փրկagնել իմ սխալները, պատմիր, թե ինչպես ես օգնեցի հարյուրավոր մարդկանց, պատմիր ամբողջ ճշմարտությունը, ոչ թե միայն մի մասը։ Վահագնը մտածեց երկար, հետո նա ասաց. Լավ։ Ես կպատմեմ ամբողջ պատմությունը։ Բայց ոչ թե ես։ Դու կպատմես այն։ Դու կգրես քո խոստովանությունը, ես կհրապարակեմ այն քո ձայնագրության հետ միասին։ Թող մարդիկ ինքնին որոշեն, թե ով ես դու։ Ալեքսեյը համաձայնեց, նա անցկացրեց հաջորդ 2 շաբաթը գրելով իր խոստովանությունը։ Նա գրեց ամեն ինչ, իր սխալների մասին, իր զղջումների մասին, իր փորձերի մասին փրկagնել իրեն։ Նա գրեց Վահագնի մասին, գրեց Լուսինեի մասին, գրեց Արմենի մասին, գրեց բոլոր այն մարդկանց մասին, ում նա հանդիպել էր իր ճանապարհին։ Նա գրեց ազնիվ, առանց ինքնաարդարացման, առանց փորձելու թաքցնել իր մութ կողմերը։ Երբ նա ավարտեց, նա տվեց այն Վահագնին, Վահագնը կարդաց այն մի նստվածքին։ Երբ նա ավարտեց կարդալը, նրա աչքերում կային արտասուքներ։ Նա ասաց. Էքիմյան, դու ազնիվ մարդ ես, նույնիսկ եթե դու կատարել ես սխալներ։ Ես կհրապարակեմ այս խոստովանությունը, բայց ես չեմ հրապարակի այն որպես մեղադրանք։ Ես կհրապարակեմ այն որպես դաս մեզ բոլորի համար, որ նույնիսկ լավագույն մարդիկ կարող են սխալվել, որ ամենակարողը չէ սխալը, այլ այն, թե ինչպես ես դու արձագանքում ես դրան։ 1985 թվականի մարտին Վահագն Մկրտչյանը, Արմեն Գրիգորյանը միասին հրապարակեցին Ալեքսեյ Էքիմյանի խոստովանությունը ձայնագրությունը։ Պատմությունը տարածվեց ամբողջ Խորհրդային Միությունում, արձագանքները եղան խառը։ Ոմանք մեղադրեցին Ալեքսեյին, պահանջեցին, որ նա դատվի, ոմանք պաշտպանեցին նրան, ասացին, որ նա արդեն բավական տառապել է։ Բայց ամենակարողը, մարդիկ սկսեցին խոսել ոչ թե միայն Ալեքսեյի սխալների մասին, այլ նա համակարգի մասին, որը թույլ տվեց այդպիսի սխալներ տեղի ունենալ։ Սկսվեցին բարեփոխումներ ոստիկանության մեջ, սկսվեցին քննարկումներ մարդու իրավունքների մասին, սկսվեց փոփոխություն, որը Ալեքսեյը միշտ ուզել էր տեսնել։ Նա հասկացավ, նրա խոստովանությունը արեց ավելին, քան նրա բոլոր հետաքննությունները միասին, քանի որ այն ցույց տվեց մարդկանց, որ ճշմարտությունը ավելի ուժեղ է, քան ցանկացած։ Բայց այդ հրապարակումը նա ունեցավ անձնական հետանքներ։ Ալեքսեյի 5 գործընկերներից շատերը հեռացան նրանից, նրա պարկները վերանայվեցին, նրա անունը հանվեց պատվո տախտակներից։ Բայց Լուսինեն մնաց նրա կողքին, Արմենը մնաց նրա կողքին, Կատյան մնաց նրա կողքին, նույնիսկ Վահագնը դարձավ նրա ընկերը։ Նրանք 4-ով սկսեցին հանդիպել կանոնավոր, խոսելով անցյալի մասին, խոսելով ներկայի մասին, խոսելով ապագայի մասին։ Վահագնը պատմեց Ալեքսեյին իր բանտային տարիների մասին, Ալեքսեյը լսում էր, ոչ թե պաշտպանվելով, այլ սովորելով։
Նրանք երկուսն էլ հասկացան, նրանք երկուսն էլ զոհեր էին նույն համակարգի, որը դնում էր իշխանությունը արդարության վերից։ 1986 թվականին Ալեքսեյ Էքիմյանի առողջությունը կրկին սկսեց վատանալ։ Բժիշկները ասացին, որ նրա սիրտը չի դիմանա ավելի երկար, որ նա ունի միայն մի քանի ամիս։ Այս անգամ Ալեքսեյը չփորձեց թաքցնել այն Լուսինեից։ Նա ասաց նրան ճշմարտությունը, նրանք որոշեցին անցկացնել այդ վերջին ամիսները միասին, անելով այն բաները, որոնք նրանք միշտ ուզել էին անել, բայց երբեք չէին ունեցել ժամանակ։ Նրանք ճանապարհորդեցին դեպի Երան, այն քաղաքը, որտեղ Ալեքսեյը ծնվել էր, որտեղ նա չէր եղել 40 տարի։ Նրանք այցելեցին նրա ծնողների գերեզմանները, Ալեքսեյը խոսեց նրանց հետ, պատմելով նրանց իր կյանքի մասին, ներողություն խնդրելով, որ նա չդարձավ այն մարդը, ում նրանք ուզում էին, որ նա լինի, բայց նա շնորհակալություն հայտնելով, որ նրանք տվեցին նրան կյանք սեր։ Նրանք վերադարձան Մոսկվա օգոստոսին, Ալեքսեյը սկսեց պատրաստվել իր վերջին գործին։ Նա վերցրեց իր գաղտնի տետրը, այն, որտեղ գրված էին նրա երգերը խոստովանությունները, տվեց այն Արմենին, ասելով. Արմեն, երբ ես մեռնեմ, ես ուզում եմ, որ դու հրապարակես այս տետրը։ Ես ուզում եմ, որ մարդիկ տեսնեն իմ իրական ինձ, ոչ թե հերոսին, ոչ թե դեմոնին, այլ մարդուն, ով փորձեց գտնել իր ճանապարհը մութության լույսի մեջ։ Արմենը խոստացավ, նա պահեց այդ տետրը որպես սրբություն։ Սեպտեմբերի 12-ին, երբ Մոսկվան դեռ տաք էր աշնանային արից, Ալեքսեյ Էքիմյանը նստեց իր սիրելի աթոռին, Լուսինեի ձեռքը բռնած, փակեց աչքերը վերջին անգամ։ Նա մեռավ խաղաղ, առանց ցավի, առանց վախի, գիտենալով, որ նա արեց իր լավագույնը անկատար աշխարհում։ Ալեքսեյ Էքիմյանի թաղումը տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին, այնտեղ ներկա էին հարյուրավոր մարդիկ, նրանք, ում նա օգնել էր, նրանք, ում նա վնասել էր, նրանք, ում նա սովորեցրել էր, նրանք, ում նա սիրել էր։ Լուսինեն կանգնած էր գերեզմանի կողքին երգում էր այն երգը, որը Ալեքսեյը գրել էր նրա համար 30 տարի առաջ, երգ սիրո մասին, որը վերապրում է մահից, երգ հույսի մասին, որը վերապրում է ցավից։ Արմենը կարդաց Ալեքսեյի վերջին նամակը, որտեղ նա գրել էր. Ես ապրեցի կյանք, որը լի էր սխալներով, փրկագնումներով, ցավով, սիրով, մութությամբ, լույսով։ Ես չեմ խնդրում, որ դուք հիշեք ինձ որպես հերոս, բայց ես խնդրում եմ, որ դուք հիշեք ինձ որպես մարդ, ով փորձեց անել տարբերություն, նույնիսկ երբ համակարգը դեմ էր նրան։ Վահագն Մկրտչյանը կանգնեց գերեզմանի կողքին, ասաց. Էքիմյան, դու վնասեցիր ինձ, բայց դու նա սովորեցրիր ինձ ներելու։ Դու ցույց տվեցիր ինձ, որ նույնիսկ ամենամութ մարդիկ կարող են գտնել լույսը, եթե նրանք պատրաստ են դիմակայել իրենց սեփական ստվերներին։ Հանգստացիր խաղաղությամբ, ընկեր, քանի որ դու արժանացար դրան։ Կատյա Սոկոլովան դրեց ծաղիկներ գերեզմանի վրա, ասաց. Շնորհակալություն, որ ցույց տվեցիր ինձ, որ ես կարող եմ ընտրել այլ ճանապարհ, քան իմ հայրը։ Շնորհակալություն, որ հավատացիր ինձ, երբ ես չէի հավատում ինձ։ Մեկ առ մեկ մարդիկ մոտենում էին գերեզմանին, պատմում էին իրենց պատմությունները, թե ինչպես Ալեքսեյ Էքիմյանը փոխել էր նրանց կյանքերը, թե ինչպես նա ոգեշնչել էր նրանց լինել ավելի լավը։ Արմեն Գրիգորյանը հրապարակեց Ալեքսեյի գաղտնի տետրը 2 ամիս անց, այն դարձավ բեսթսելեր ամբողջ Խորհրդային Միությունում։ Մարդիկ կարդում էին այն երգերը, որոնք Ալեքսեյը գրել էր իր ամենամութ գիշերներին, նրանք տեսնում էին իրենց սեփական պայքարները այդ բառերում։ Տետրի վերջին էջում Ալեքսեյը գրել էր. Եթե կա մի դաս, որը ես սովորեցի իմ կյանքից, դա այն է, որ կատարելությունը հասանելի չէ, բայց փորձը կատարելության հասնելու արժե ամեն ջանքը։ Մենք բոլորս ունենք մեր ստվերները, բայց մենք նա ունենք մեր լույսը, մեր պարտքն է ընտրել, թե որ կողմը մենք ուզում ենք սնուցել։ Լուսինեն շարունակեց ապրել Մոսկվայում, դարձավ երաժշտության ուսուցչուհի, սովորեցնելով երեխաներին երգել այն երգերը, որոնք Ալեքսեյը գրել էր։ Նա երբեք չամուսնացավ կրկին, քանի որ նա ասում էր, որ Ալեքսեյը եղել է նրա միակ իսկական սերը, որ նա չէր ուզում փոխարինել այդ հիշողությունը ուրիշ ոչ ոքով։ Նա ապրեց մինչ 1999 թվականը, երբ նա մեռավ, նրան թաղեցին Ալեքսեյի կողքին, ինչպես նա խնդրել էր իր կտակում։ Վահագն Մկրտչյանը դարձավ մարդու իրավունքների պաշտպան, օգնեց հարյուրավոր անմեղ մարդկանց, ովքեր սխալմամբ դատապարտվել էին։ Նա ասում էր, որ Ալեքսեյ Էքիմյանը սովորեցրեց նրան, որ արդարությունը ավելի կարևոր է, քան վրեժխնդրությունը, որ ներողամտությունը ավելի ուժեղ է, քան ատելությունը։ Արմեն Գրիգորյանը դարձավ հայտնի գրող-լրագրող, ով շարունակեց բացահայտել կոռուպցիան անարդարությունը մինչ իր կյանքի վերջը։ Նա գրեց գիրք Ալեքսեյ Էքիմյանի մասին, Դեմոնը երազողը, որը դարձավ դասական գործ, որը դասավանդվում է դպրոցներում մինչ այսօր։ Այդ գրքում նա պատմեց ամբողջ պատմությունը, առանց զարդարանքների, առանց ինքնաարդարացման, պարզապես ճշմարտությունը այնպես, ինչպես այն եղել է։
Կատյա Սոկոլովան դարձավ սոցիալական աշխատող, բացեց կենտրոն հանցագործների երեխաների համար, օգնելով նրանց ընտրել այլ ճանապարհ, քան իրենց ծնողները։ Նա անվանեց այդ կենտրոնը Էքիմյանի լույսը հիշելու համար այն մարդուն, ով ցույց տվեց նրան, որ անցյալը չի որոշում ապագան։ Բայց մի հարց մնում է անպատասխան, այն հարցը շարունակում է անհանգստացնել նրանց, ովքեր ուսումնասիրում են Ալեքսեյ Էքիմյանի կյանքը։ Նրա գաղտնի տետրի վերջին էջում կար մի նախադասություն, որը նա գրել էր իր մահից մի շաբաթ առաջ. ամենամեծ գաղտնիքը, որը ես երբե պահել եմ, ոչ թե այն է, թե ինչ ես արեցի, այլ այն է, թե ինչ ես չարեցի, երբ ունեի հնարավորությունը։ Ինչ նշանակում է այդ նախադասությունը։ Արդյոք Ալեքսեյը ուներ հնարավորություն փոխել ավելի շատ բան, բայց ընտրեց չանել այդ։ Արդյոք նա իմացավ ինչ-որ բան, որը կարող էր փրկել ավելի շատ մարդկանց, բայց որոշեց լռել։ Արդյոք նա ունեցավ հնարավորություն վրեժ լուծել իր թշնամիներից, բայց ընտրեց ներել։ Մենք երբեք չենք իմանա ճշմարտությունը, քանի որ Ալեքսեյը տարավ այդ գաղտնիքը իր հետ գերեզման։ Բայց գուցե դա ճիշտ է։ Գուցե ամենակարևոր դասը, որը Ալեքսեյ Էքիմյանը թողեց մեզ, այն է, որ ոչ թե ամեն ինչ պետք է բացահայտվի, ոչ թե ամեն գաղտնիք պետք է պատմվի։ Գուցե ամենակարևորը այն է, թե ինչպես ենք մենք ապրում մեր ընտրությունների հետ, թե ինչպես ենք մենք սովորում մեր սխալներից, թե ինչպես ենք մենք փորձում լինել ավելի լավը ամեն օր։ Ալեքսեյ Էքիմյանը չէր կատարյալ մարդ, բայց նա էր ազնիվ մարդ, ով դիմակայեց իր սեփական ստվերներին, փորձեց գտնել լույսը։ Նրա ժառանգությունը ոչ թե այն է, թե քանի հանցագործ նա ձերբակալեց, այլ այն է, թե քանի մարդու նա ոգեշնչեց փոխվել, քանի սրտի նա շոշափեց իր ազնվությամբ, քանի կյանքի նա փրկեց իր ներողամտությամբ։ Ընկերներ, ինչպես եք վերաբերվում Ալեքսեյ Էքիմյանին։ Արդյոք նա զոհ էր համակարգի, որը ստիպեց նրան կատարել սխալներ, թե նա ինքը պատասխանատու էր իր ընտրությունների համար։ Արդյոք նրա փորձերը փրկագնել իրեն բավական էին, թե ոմանք սխալներ կան, որոնք երբեք չեն կարող ներվել։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարող է իմանալ, թե արդյոք ձեր քաղաքում դեռ հիշում են նրա նման մարդկանց։ Սեղմեք հավանել կոճակը, եթե հավատում եք, որ ճշմարտությունը միշտ պետք է բացահայտվի, նույնիսկ եթե այն ցավոտ է, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չբաց թողնեք հաջորդ պատմությունները այն մարդկանց մասին, ովքեր փոխեցին պատմությունը, բայց ում իրական դեմքերը թաքնված էին տասնամյակներ շարունակ։